Պարոն Հունանյանը, Հայաստանի երիտասարդական կենտրոնի ղեկավար, խնդրեմ պարոն։ Շնորհակալություն պարոն Աբովյան, ես միանում իմ գործընկերների շնորհավորանքներին, շնորհավորում եմ մեր գեղեցիկ սերը ներկայացուցիչներին, ձեզ անսպառ ժպիտ եմ մաղթում և ցանկանում որ ձեր ժպիտով լցնեք մեր առօրյան։ Ինչպես իմ գործընկերները արդեն անդրադարձան մեր գաղափարին, կամուրջում լինելու է շատ հստակ ընդգծված նաև երիտասարդական նախագծեր, որոնք օգնելու են, ամրապնդելու են Հայաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայում, Սփյուռքում ապրող մեր բոլոր երիտասարդների, հայերի, ինչու ոչ նաև մյուս մեր երկրներում ապրող գործընկերների կապերը։ Իսկ այդ կապերը ամրապնդելու համար նախագծվել են, եւ մի քանի գաղափարներ են հանձնել թղթին, որոնք պետք է ժամանակի ընթացքում իրականացվեն։ Ինչպես իմ գործընկեր Լուիզա Սարգսյանն ասեց, շուտով մոտենում է հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հոբելյանը։ Հենց այդտեղից էլ կուզեմ սկսեմ, քանի որ մենք սկսելու ենք մի քանի նախաձեռնություններ, որոնք կապված են հենց մեր պապերի սխրանքների հետ։ Ես ինքս իմ պապիկը մասնակցել, ես մեծ սիրով, մեծ ոգևորվածությամբ փորձել եմ այնպես անել, որ մեր նոր սերունդը մաքսիմալ ինֆորմացված լինի նրանց կատարած սխրանքների մասին։ Տեսեք, միայն Հայաստանում իրականացնելով ծրագրեր չեն կարող ունենալ եւ ստեղծել կամուրջները։ Մեր նպատակների մեջ մտնում է հետեւյալը, որ կամուրջ նախաձեռնությունը ունենալու է երիտասարդ դեսպաններ Հայաստանի սահմաններից դուրս։ ԱՊՀ երկրներում, Սփյուռքում նրանք լինելու են հայ երիտասարդները, ովքեր կյանքի ուսման վերումով այս պահին գտնում են ոչ իրենց հայրենիքում։ Փորձել են ներգրավել մասնագետների, ովքեր երկար տարիներ իրենց ուսումը եւ ներդրումն են ունենում օտար երկրներում, բայց պատրաստական են իրենց ներուժը օգտագործել Հայաստանի Հանրապետության բարօրության համար։ Մի քանի նախագծեր են լինելու, որոնք ամրապնդելու են, ակտիվացնելու են, իրենց շուրջ են հավաքելու մեր երիտասարդներին։ Կարծում կլինեն հետաքրքիր, կարծում կլինեն բովանդակալից եւ պետք է լինեն նաեւ ուսուցողական։